Գիտեք ինչի համար մերը պիտի հասկանա որ իմ աղջիկը որ ամուսնանալու է պիտի սիրի իր մարդին պիտի հարի իր մարդին պիտի փափագի իր մարդին իսկ իր մարդին չփափագելով քանդվի այսինքն սեր չլի մեջ ինչ դերնի իսկ եթե մերը իրանն է տնում աղջկա մեջ մեռնում է ղամարտու հանդեպ փափագը դառնում է մամայական դառնում է մամայավարի ու մտածում է մեծավարի մամայական ասած կարող է մերել եկան չլի բայց աղջիկը արդեն այնքան լինի որ սկսի մորը իշխել մորը տիրել մորը բանացնել մորը օգտագործել իբր դու ուզում ես որ ես քո հետ մնամ որ պիտի մուզասնել էլ անես առնես բերես տնես մաքրես լավ ասես պես թափես ես էլ վայել եմ բայց էս էր ուզում էս էլ արա թե չէ նայ հա որ թողա մեկը մնաս առանցինցի այն էլ ահու աղջիկա անում է կամ թե քուշ չանի էլ ինչ էլ անի ինչ չանի միևնույն է նրանք հասկանում են նրանք արդեն այնքան հարազատ են որ ոչ թե դառնում են մեր աղջիկ դառնում են մեկ մտքի, մեկ խելքի, մեկ մտածելակերպի մեր աղջկամարը գորգոփորում կարմիր գորգոփորումի աշխատեմ ուր էլ է թե ինչ լանի մեկ ասած չի կարող առանցիլ այդ աղջիկը արդեն անեց գիտակա այդ աղջկա կյանքը արդեն չի ձևավորվի նա ընտանի չի կարող կազմի որովհետև մամայական է որովհետև նրա մեջ դրված է մագնիսական այդ քաշ ուժը ուր էլ է թվում էլ առնի որ երկիր էլ է հա ասես քաշելու է բերի մոր մոտ ու նմաները տղամարդ չի սիրում տղամարդ չի կարող սիրել ու նմաները տղամարդասեր չէ այսինքն չեն հասկանում ու նմաների մոտ հանգում է մարում է տղամարդ ցանկանալու իր մարդու ցանկանալու հասկանում եք սանեց կա դառնում են կնիկ աղջիկները դառնում են կնիկ 60-70 տարեկան արդեն բանից եղած չհասպարծած ցանկությունից ավարտված կնիկ տարիքարասկին կոպիտաս կնիկ տարիքարասկին են դառնում մտքով մտովի նրանց մեռած արդեն են ցանկությունը փափագը տղամարդ ուզելը կամ իր մարդուն ուզելը առանցինած մարդու ապրելը դառնա սովորական մարդու դու մեզ թողե մարդու դուրա հասկանում եք կարևորը մաման է մամայի փեշերի տակ են մտնում հանգիստ ապրում են